Մենք մտածում ենք համայնքի ղեկավարը, կառավարությունը արդեն անում են, վերևից նայում ենք գեղեցիկ մայթեր, ճանապարհ, գնում են գործիքացենք, երեխեք խաղում են։ Մեծամորձները չհասցրեցին դիմել համայնքի ղեկավարությանը քարոքան փողոցները բարեկարգելու գլխացավանք դարձած կոյագծերն ու խմելու ջրատարները արդիականացնելու խնդրանքով։ Համայնքապետարանն իրենցից առաջ ընկավ։ Խնդիրը լուծում է ոչ թե տեղային փոստալուծումներով, ինչպես նախկինում է արվել, այլ հիմնանորոգմամբ։ Ճանապարհները մենակ կարկատում էին, մի հատ նորմալ ռեմոնտ չէին անում, հիմա հսկայածավալ աշխատանք է կատարում։ Շատ գեղեցիկ է ստացվում, շատ ուրախ ենք, որ վերջապես փոշուց կմաքրվենք, շատ սիրուն քաղաքում կբնակվենք։ Թեև Մեծամորի գլխավոր 4 փողոցները տևական ժամանակ է դժվար անցանելի են դարձել մարդկանց եւ մեքենաների համար, բնակիչները դրանից չեն նեղվում։ Պետության եւ համայնքի համաֆինանսավորմամբ իրենց քաղաքում հիմնանորոգում, բարեկարգում եւ կանաչապատում են ճանապարհներն ու փողոցները։ Ծրագրի բյուջեն 1 միլիարդ 275 միլիոն դրամ է, 55%-ը պետությունն է ֆինանսավորում։ Քաղաքի բոլոր մուտքերը, կարելի ասել, ասֆալտապատվում են, 4 փողոցից 3-ը առաջի շերտի ասֆալտապատման աշխատանքները իրականացվել է եւ մնում է 1 փողոցի ասֆալտապատման աշխատանքներ, իհարկե առաջի շերտի մասին է խոսքը։ Վերին շերտը, մաշվող շերտը կիրականացնենք ամենավերջում, նախատեսվում է ամենավերջում իրականացնել, երբ որ բոլոր գործերը արդեն ավարտված կլինի, որտեղ նա ամենակարևոր շերտն է, նաև հեշտ է իրականացնել արագ, երբ որ ամեն գործ ավարտին է հասցված։ Մասնագետների խոսքով ասֆալտի երկարակեցության երաշխիքը նաև ստորգետնյա ենթակառուցվածքներն են։ Եթե դրանք անխափան են գործում, ասֆալտը քանդելու խնդիր չի առաջանում։ Հետևաբար իրենք սկսել են ստորգետնյա ենթակառուցվածքներից։ Նախ փոխել, արդիականացրել են ջրատարներն ու հեղեղատարները, հետո միայն անցել վերգետնյա աշխատանքներին։ Ջրագծերը փոխվել է, հեղեղատարը փոխվել է, կոմունիկացիաները բոլորը փոխվել է, երկար է ծառայելու։ 4-ը ճանապարհ է, ամեն ճանապարհ իր լաբորատոր փորձարկումն է անցկանում։ Խճի շերտը, ասֆալտային շերտը, վերևի շերտը ասֆալտի բոլորը լաբորատոր անցնում են։ Այս ասֆալտը կարծում եմ բավականին երկար ժամանակ ծառայելու է մեր բնակիչներին, որովհետև կատարվում է իրականում 2 շերտանի ասֆալտ եւ հիմքն էլ ամբողջությամբ բավականին ամուր հիմք է կառուցվում եւ մենք էլ մեր հերթին տեխնիկական հսկողը իր հերթին ստուգումներ ենք իրականացրել եւ հիմքային հատվածը փորձակնվել է եւ համապատասխանում է ամբողջությամբ նորմերին։ Զուգահեռ նաև սիզամարգերն են ավելացնում եւ ոռոգման համակարգ անցկացնում։ Կառուցում որոշ հատվածներում էլ վերանորոգում եւ սալարկում են մայթերը։ Մոտ 16000 քառակուսի մետր մայթ արդեն կարգի են բերել, ընդգծել եզրաքարերով։ Առաջիկայում շինարարները կմտնեն նաև շենքերի բակեր։ Բարեկարգումը կսկսեն ստորգետնյա ենթակառուցվածքները փոխելուց։ Ծրագիրն արդեն մրցույթային փուլում է։ Այգուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրջ։